Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ավելի լավ կլիներ դատապարտեր Ադրբեջանի կողմից հայկական տան վրա կրակոցները, ինչը չի իրականացնում եւ այդ վարքագիծը հետեւաբար հնարավորություն է տալիս նոր նման սադրանքներ իրականացնելու։ Այս մարդիկ իսկ իրենք վաղուց արդեն դադարել են ներկայացնել հայ ժողովուրդը, ուղղակի տառապում են Ստոկհոլմյան սինդրոմով, երբ որ զոհի կարգավիճակ ունենալով հանդերձ այս պարագայում, մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին եւ հայ զոհերի մասին, նրանք հարցականներ ունեն, թե ինչու է դա տեղի ունեցել, նրանք հարցեր ունեն եւ նման վարքագծով մարդը եւ խմբակը բնականաբար պիտի նման հայտարարություններ անի։ Դրոշների այրումը, այո, ինքը որպես այդպիսին ցանկալի երևույթ չէ, բայց մենք չենք հասկանում ինչի մասին է խոսքը, մենք գիտենք, չէ, որ տեղի ունեցել ցեղասպանություն, դա արել է մի երկիր պետություն, որը մինչ այսօր չի ճանաչել, չի ընդունում եւ չի դատապարտել։ Եվ դա ակցիա է, որ մարդիկ իրականացնում են որպես բողոք այդ ամենի անարդարության հանդեպ։ Կարծում եք Նիկոլ Փաշինյանը պետք է սրան չարձագանքեր եւ ուրիշ այսպիսի ձեռնշատ սահմանային լարվածությունների։ Բնականաբար, նա պիտի խոսի այն ամենից, ինչը ընդունելի չեք համարում, բայց կարծում եք իր արձագանքելունը չէ, ես ճիշտ հասկանում եմ։ Այո, որովհետեւ կրկնում եմ, խոսում ենք մի երկրի մասին, ով տարիներ շարունակ չի ընդունել, այսօր չի ընդունում, եւ ինքն էլ Նիկոլ Փաշինյանը իր հերթին սպասարկում է այդ օրակարգը հարցեր տալով։ Հետեւաբար իրենից դա լսելը զարմանալի չէ, այն որ նա դրա փոխարեն պիտի խոսի ադրբեջանական ագրեսիայի մասին եւ Արցախում էթնիկ զտման մասին, որը նաեւ հայոց ցեղասպանություն չճանաչելու հետևանք է, դա թողած նա խոսում է ակցիայի մասին, որ իրականացրել են քաղաքացիներ։ Այո, ինքը նորմալ չէ եւ ցավալի է, որ դեռ մեզանում այդ իրավիճակն է, որ մենք ցասումն այդպես ենք արտահայտում, բայց կրկնում դա բողոքի ակցիա է եւ մարդիկ արտահայտում են իրենց դիրքորոշումը նաեւ այդ ճանապարհով։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչու արձագանքեց, ինչու է այսպես զայրացրեց եւ որոշեց արձագանքել։ Ասում եմ, նրանց համար սա արդեն Ստոկհոլմյան սինդրոմի է վերածվել։ Նրանք փոխարեն արդեն սկսել են հավանել իրենց նկատմամբ ագրեսիա կիրառողին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Գիտեք, մեկ բան է ունենալ բարիդրացիական հարաբերություններ, բանակցել, քննարկումներ ունենալ, մեկ այլ բան է նվաստանալ եւ փորձել ցույց տալ, որ բաներ, որոնք տեղի ունեցել, տեղի չեն ունեցել, զուտ նրա համար, որ բարեհաճ լինես այդ ագրեսորի հանդեպ։ Դա նորմալ վարքագիծ չէ, անարժանապատիվ է ու հենց այդ պատճառով է ձախողվում նաև խաղաղության օրակարգը։ Այսինքն սա նաև հաջողանալու Այո, եւ նրանք դա անում են պարբերաբար, նրանք տարբեր տեքստեր հենց միտված են դրան։ Իր ուղերձում Փաշինյանը ասաց, որ սահմանազատված եւ սահմանագծված Հայաստանի Հանրապետության տարածքներով մենք պիտի վերապրենք հայոց մեծ եղերնը, սա է մեր ընտրած ճանապարհը, Նախ Փաշինյանը չէ, որ պիտի ուղենիշ դնի հայ ժողովրդի համար, կրկնում եմ, նա վաղուց արդեն չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը։ Նա վաղուց արդեն կապ չունի հայ ժողովրդի հետ։ Ինչ վերաբերում է սահմանազատման սահմանագծման գործընթացին, որտեղ է այդ գործընթացը, երբ ավարտվեց, երբ որ իրենք տվեցին 4 հայկական գյուղերը ու այդտեղ ավարտվեց։ Ինչու Տավուշում, որովհետև ամենաբարենպաստ դիրքերը ունեինք Տավուշում։ Այդ որ հիմարը չի հասկանում այդքան բան։ Հետևաբար գործընթացը նորից եմ կրկնում, պիտի գնա, բայց պիտի լինի այնպես, որ դա շարունակվի, օրինակ։ Շարունակվում է արդյոք ջերմուկից դուրս են եկել ադրբեջանական զորքերը, Հայաստանի սուվերեն տարածքից այդ սահմանազատման արդյունքում դուրս են եկել։ Բայց հպարտության պատ են դրել։ Ճաքած իրենց հպարտության պատը նկատել Հայաստանում ճաքած պատի մոտ իրենց ամենաապահով տեղն է լինելու այսօր հետ։ Տիկին Թանդիլյան, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում մեկ անգամ կիրառված էր հայոց ցեղասպանություն ձևակերպումը, մեկ անգամ ցեղասպանություն եւ 4 անգամ մեծ եղերն։ Հայ ժողովուրդը օրինակ երբ Ամերիկայի նախագահ պետք է խոսեր, անհամբեր սպասում էր հայոց ցեղասպանություն է կիրառվելու, թե մեծ եղերն։ Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարը հայոց ցեղասպանություն ձևակերպում է ապրիլ 24-յան ուղերձում ընդամենը մեկ անգամ է օգտագործում։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Իսկ այդ ինչ հայտարարություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ձևախեղել 18 թվականից ի վեր։
7 տարի է, նրանք ամեն տարի մի բան են ասում, այլ բան են ասում, մի տեքստ են օգտագործում, հետո ճիշտ հակառակը եւ այդ ճակերտավոր նախանձելի անհետեւողական վարքագիծը միայն մեկ բանի մասին է՝ պահել իշխանական աթոռը։ Ինչ տեքստ պետք է կարտաբերեն, որ պայմաններում ինչ պետք է կասեն, կարևորը իշխանական աթոռը պահելն է։ Նրանք զավթել են իշխանությունը Հայաստանում արդեն տարիներ եւ իրենց վարքագծով փորձում են զուտ պահպանել իրենց կենսաբանական գոյությունը իշխանության աթոռին նստած։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդդիմադիրներին ասաց մոտ չգաք ցեղասպանության թեմային, չփորձեք դիվիդենդներ շահել այս թեմայի հետ կապված, դուք այս սպառնալիքը ոնց եք ընդունում։ Ես նման ստրկամիտ վարքագծով անձանց անգամ չեմ մեկնաբանում, ազատեք ինձ այդ տանջանքից, նրանց արտահայտությունները մեկնաբանել։